Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ես ձեզ ողջունում եմ։ Մենք Դարփինյանի ժամն ենք սկսում։ Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ, Արմեն Դարփինյանը առաջին խոսափողի մոտ։ Անցած հաղորդումից հետո կարծում եմ Հայաստանը այլևս հինը չի։ Շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նախ Սրբազան պայքարի մասնակիցներին են ձերբակալել զինյալ հեղաշրջում անելու փորձի համար, բայց ինչ այնքան էլ կարևոր չի, որտեղ դա քաղաքականություն է, տենց էլ է լինում։ Եվ երկրորդը ես հաշվել եմ պարոն Դարփինյան 4 տեսակի համազգեստ հագած մարդիկ ներխուժել են Մայրաթոր։ Տարբեր հատուկ նշանակության զորքի ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ, որ դա ամենակարևորն է, ինչ է շաբաթվա մեջ տեղի ունեցել մեր երկրում։ Ոնց եք դուք տեսնում իրավիճակը։ Շատ լավ, ողջունում եմ Դավիթ ջան, ողջունում եմ մեր լսողներին եւ դիտողներին։ Ուզում եմ այնուամենայնիվ սկսել ոչ թե այդ երկու հարցից, այլ ուղղակի հայտնեմ հաղորդեմ, որ վախճանվել է Դոնարա Հարությունյանը, Շիրակ աշխարհի Լենինականի Գյումրվա լավագույն մարդկանցից մեկը, ես համարում եմ մեր երկրի լավագույն մարդկանցից մեկը։ Ինչքան էլ տարօրինակ չթվա, բայց կոմունիստների ժամանակահատվածում մեզ հաջողվում էր բեղել եւ գտնել ազգային գործիչներ, եւ այդ ազգային գործիչները կառավարում էին երկիր, կառավարում էին քաղաք, կառավարում էին իրենց մշակութային հենքով, եւ պիտի ասեմ, որ ցավոք սրտի ազգային գործիչների խիստ պակաս կա արդեն մեր օրյա Հայաստանում, եթե տեսեք կոմունիստների հետ համագործակցող եւ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ Զարուբյանը, Քոչինյանը, Դեմիրճյանը, նույն Դոնարա Հարությունյանը շատերին կարող եմ թվարկել։ Նրանք ազգային գործիչներ էին, կոմունիստական կուսակցության այդ մոնոպոլ դիրքերի ներքո նրանք կարողանում էին ազգայինը, մշակութայինը, մեր հենքայինը, արժեքայինը առաջ տանել եւ դրանով պաշտպանել մեզ։ Նորօրյա Հայաստանում երևի թե Վազգեն Սարգսյանով սկսվեց եւ ավարտվեց ազգային գործիչների թվարկումը, ինչը շատ ողբայլ է եւ մեր բոլոր այսօրվա ձախողումների հիմքում հենց դա է ազգայինի բացակայությունը։ Եվ եթե ես դա համադրում եմ այս վերջին շրջանում նաեւ տենդենսների, խոսակցությունների, չգիտեմ, բամբասանքների, թե իրողության վրա հիմնված փաստերի, որ ազգային անվանումը դուրս է գալիս տարբեր տեսակի մեր ազգային ինստիտուտների վերնագրից, ապա ես պիտի խիստ նախազգուշացնեմ մեր կառավարիչներին։ Այսօրվա աշխարհը ազգային ինքնության աշխարհ է։ Սա այլևս այն գլոբալիզացված աշխարհը չէ։ Դեգլոբալիզացիայի երևույթներ են տեղի ունենում աշխարհում եւ մեր նման ազգերը, փոքրաթիվ քանակությամբ ազգերը կկարողանան պաշտպանել իրենց պետությունները միայն ու միայն ազգային հենքով, ազգային ինքնությունը պաշտպանելով, ազգային նկարագիրը առաջ բերելով եւ ազգայինը առաջ տանելով, դրա հենքի վրա կառուցելով։ Այնպես որ ես մեկ անգամ եւս իմ ցավն եմ հայտնում Տիկին Հարությունյանի վաղճանի կապակցությամբ եւ պիտի ցավությունս հայտնեմ մեր ամբողջ հանրությանը եւ հատկապես նրանց, ովքեր ազգայինը կարևորում են։ Սա մեկ վերադառնալով մեր իրողությանը, գիտես Դավիթ, ես ստացա մի զանգ, ես շատ մտերիմ ընկեր, որը սփյուռքահայ է, Ալեպում ծնված մեծացած, դաստիարակություն ստացած, կրթություն ստացած հայ է, իմ ճանաչած լավագույն հայերից է, զանգարեց ինձ կիրակի օրը եւ ուղղակի տարակուսելով հարցրեց, ասեց Արմեն, ինչ է կատարվում, ես չեմ հասկանում։ Ասեց մենք ծնվել, մեծացել ենք, դաստիարակվել ենք, աճել ենք հետևյալ սլոգանների, նշանաբանների ներքո։ Ասում ենք հույսը Երևանից, լույսը Էջմիածնից։ Հիմա ասում ենք տեսնում ենք, որ Երևանից ոչ մի հույս չկա։ Երևանը հայտարարում է, որ մեր վրա հույս չդնեք։ Իսկ Էջմիածնից էլ կարծես թե ավելի շատ խավար ենք տեսնում, քան լույս, այդպես էր ներկայացումը։ Ամենայն դեպս մեկնաբանություններում է այդպես։ Այսինքն, եթե մենք դադարել ենք Սփյուռքի համար, մեր հայրենակիցների համար լինել հույս եւ լույս, մեր մայր Հայաստանը, սա իսկապես ողբալի վիճակ է, իսկ մենք սա պիտի շատ ստապ գնահատենք այս իրավիճակը, որովհետեւ սա տանում է դեպի ուղղակի ամեն ինչի ձախողում։ Այնտես նորից անդրադառնալով մենք անցյալ անգամ խոսեցինք, արդյոք Սփյուռքը պիտի հույս դնի մայր Հայաստանի վրա թե ոչ, միանշանակ պիտի դնի։ Հիմա
Իսրայելի եւ վերջերս արդեն Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ ազգային ցանկացած դրսևորում, ցանկացած երկրում պիտի լինի այդ ազգային պետության խնդրու առարկան։ Հասկանում ես, Իսրայելը նրա նշանաբաններից մեկը ամբողջ աշխարհի հրեաները միացեք հենքում եւ կենտրոնում ունենալով Իսրայել պետությունը։ Մենք տեսնում ենք հիմա ադրբեջանա-ռուսական այս լարվածությունը եւ Ադրբեջանի դիրքավորումը, այսպես ասած, իր հայրենակիցներին պաշտպանելու իմաստով Ռուսաստանում Եկատերինբուրգում տեղի ունեցան այդ ըստ էության Ռուսաստանի հատուկ ծառայությունները որոշակի գործողություններ իրականացրեցին քրեական, այսպես ասած, մշակույթի ներկայացնող ադրբեջանական մաֆիայի դեմ, բայց տեսեք, թե Ադրբեջանի պետությունը միանգամից չեղարկեց գրեթե բոլոր մշակութային կապերը, որոնք որ այս տարվա համար էին նախատեսված, չեղարկեց հանդիպումները, չեղարկեց Օվերչուկի, որը փոխվարչապետն է, Օվերչուկի այցը ուրեմն Ադրբեջան եւ խստագույնս դատապարտեց ռուսաստանյան իշխանություններին, պաշտպանելով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների այստեղ ուրեմն իրավունքներ։ Ես ավելացնեմ, Սպուտնիկի ադրբեջանական ծառայությունում խուզարկություններ են այսօր անցել, 2 հոգի ձերբակալվել են, երկուսն էլ ռուսական ազգանուններով մարդիկ, մեկը ծառայության ղեկավարը, մեկն էլ աշխատակից, ասում են, որ նրանք դաշնային ծառայության գործակալներ են, այսինքն դիրքորոշումն է դա։ Դե Դավիթ ջան, այսինքն սա մեկ անգամ եւս գալիս է ռուսներին ապացուցելու, որ իրենք սխալ են վարվել մեզ հետ։ Իրենք մեզ հետ սխալ են վարվել, շեշտը դնելով Ադրբեջանի հետ իրենց ընկերակցության վրա եւ ըստ էության դավաճանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը եւ իրենց շահերը, որովհետեւ ես մեկ անգամ արդեն դրա մասին արտահայտվել եմ իմ խորը կարծիքով Ռուսաստանի Դաշնության իմունային ուրեմն շահերը կայանում են որպեսզի հայերը մնային եւ զարգացնային այդ երկիրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախը անկախ դրա կարգավիճակից, այսինքն Ռուսաստանի իմունային շահը կայանում էր նրան, որպեսզի հայերը այնտեղ մնային եւ հայերը լինեին անվտանգ։ Ռուսաստանը այդ իր շահին դավաճանեց իմ կարծիքով, դավաճանեց եւ հիմա այսօր մենք տեսնում ենք, որ ուրեմն Ադրբեջան երկիրը հանդգնում է նմանատիպ գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ։ Իսկ ես պիտի շեշտեմ, որ հայերը, հայաստանցիներս մենք բոլոր այս տարիների ընթացքում քրիստոնեաբար ենք վերաբերվել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, իսկապես եղել ենք քրիստոնյա եղբայրներ, որևէ ավելորդություն մեզ չենք թույլ տվել այդ հարաբերություններում եւ ես ուղղակի ցավում եմ, որ ռուսները հիմա արդեն իմ կարծիքով կզղջան այդ իրենց դիրքորոշման համար, որ այդպես հեշտությամբ հանձնեցին Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիներին եւ փաստորեն կազմակերպեցին հայերի արտաքսումը Լեռնային Ղարաբաղի տարածքից։ Ես շատ ցավում եմ դրա համար, բայց վերադառնալով մեր պետության գործողություններին եւ համադրելով դրանք Իսրայելի եւ կամ Ադրբեջանի կառավարության պետության գործողությունների հետ, որոնք կապված են Սփյուռքի հայրենակիցների նկատմամբ իրենց վերաբերմունքի հետ, պիտի հիշեմ Լևոն Հայրապետյանի դեպքը, որին հալածեցին, որը ուղղակի վախճանվեց ռուսաստանյան բանտերում եւ ես չզգացի Հայաստանի պետության գոյությունը այդ կապակցությամբ։ Ցավում եմ դրա համար եւ անկեղծ ասած մնացած բոլոր գործողությունները մեր նկատմամբ ռուսների կողմից միգուցե եւ պայմանավորված են այդ մեր անողնաշար կեցվածքով։ Ես չեմ պատկերացնում, որ ասենք ինչ որ չեչենցու ռուսական բանտերում հալած են այնպես ինչպես հալածում են Լևոնին Հայրապետյան, ամբողջ Չեչնիան ոտքի կանգնեց, ամբողջ Չեչնիան։ Հասկանում ես, ես իմ կարծիքով մեր իշխանությունների այսօրվա կոպտագույն սխալն է այդպես մոռացության մատնել մեր Սփյուռքի շահերը, Սփյուռքի հնարավորությունները, դրանով իսկ սահմանափակելով նաև մեր պետության հնարավորությունները։ Հիմա գալով մեր ուրեմն Փաշինյան կաթողիկոս եւ պետություն եկեղեցի այս հակամարտությանը նորից ֆիքսենք, որ դրա հիմքում եկեղեցու կողմից քաղաքականության ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու խնդիրներ, այլ քաղաքականության
քաղաքական դաշտի համապատասխան սպեկտրում դիրքավորվելու խնդիրներ։ Եկեղեցին պիտի իմ խորը համոզմամբ պիտի վեր կանգներ այդ ամեն ինչից։ Այսինքն եկեղեցին չպետք է լիներ քաղաքական հակամարտության մեկ կողմ։ Victim blaming-ի նման չի, պարոն Դարբինյան։ Չպիտի, բայց ինչի են նրանք victim, նրանք հաղթող են, նրանք երկու սրբազան կա այսօր Երևան քրեակատարողական հիմնարկում, որին որ լայն զանգվածներին ավելի հայտնի է որպես KGB-ի պատվալ։ Լավ ջան, ես տեսնում եմ, համոզված եմ եւ արձանագրում եմ, որ եկեղեցին այս բոլոր գործողությունների արդյունքում ավելի ուժեղացավ, ավելի կուր դարձավ, ավելի համախմբվեց կաթողիկոսի շուրջ եւ դա իշխանությունների կոպտագույն սխալն էր, այսինքն գիտես այդ ԱԱՑ-ի ուրեմն այդ զգեստով եւ մասկաներով այդ գործողությունը ուղղակի զազրելի էր իհարկե ես շատ կուզենայի որ մեր ազգային անվտանգության ծառայության այդ աշխատակիցները այդ դիմակներով նակոլկաներով ոմանք այնց Բաքվի կենտրոնում կարողանային Ռամիլ Սաֆարովին գողանային ու բերեն Երևան այդ դեպքում ես նրանց ճակատները կպաչեի ու կասեի որ ապրեք տղաներ Սա ասենք տերտերների վրա հարցակումը բացարձակապես ողջունելու չէ բացարձակապես զազրելի էր շատ այդ ամեն ինչի արդյունքում մենք ինչ ստացանք մենք ստացանք հակամարտության սրում ես ուղղակի նաև երևի թե ինչ որ մեկը խելոք մարդ գտնվեց այդ ընթացքում բան արեց էլի կանգնացրեց այդ բանը ինչ որ հրամաններ եկավ եթե ինչպես տեսակ արդեն չի կարելի խայտարակ լինել մինչև վերջ երևի չգիտեմ ով է այդ մարդը բայց այդ մարդուն երևի շնորհակալություն հայտնենք բայց ամեն դեպքում այդ գործողությունը բացարձակապես ոչ միայն ողջունելի չէր, ուղղակի պախարակելի է։ Չի կարելի նման բան թույլ տալ, որովհետև դա թույլատում է եւ պետությունը եւ եկեղեցին, հասկանում ես։ Իսկ եկեղեցուն, եթե Փաշինյանի խնդիրն է եւ նպատակն է, ասենք, եկեղեցին ազատել կաթողիկոս Գարեգին II-ից, ապա իմ կարծիքով այդ գործողությունների արդյունքում նա հակառակ էֆեկտի եկավ հասավ։ Իսկ եկեղեցին ավելի կուր կերպով եկեղեցականները համախմբվեցին կաթողիկոսի կողք շուրջը եւ իմ կարծիքով այդ խնդիրը, եթե նպատակը դա էր, շատ ավելի դժվար կլինի այդ նպատակին հասնել։ Դրանք գումարենք հանրային հեռուստատեսությամբ, ասենք մի զազրելի ինչ-որ կարգալույց մեկին բերեցին, նստացրեցին, այնտեղ երևի թե մենք պիտի կարմիր քարտ ցույց տանք պարոն Պետրոս Ղազարյանին, որովհետև չի կարելի ուղղակի հանրային հեռուստատեսությունը դարձնել այտենց ուղղակի աղբանոց, հասկանում ես, այսինքն լեննականցիկ մի լավ բան ունեն, կլավուզնիկ են ասում, ասենք այդ կլավուզայի կենտրոնը չի կարելի դա, հանրային հեռուստատեսությունը դա իրավունք չունեք այսինքն մարդկանց որոնց թե կարգավիճակը թե անձնական անձնային որակները եթե նա ընդամենը կաթողիկոսից նեղացած է ինչ-որ բան պետք է ասի եթերում դա չի կարելի հանրայինի եթերը նման կերպ բղծել հասկանում եք դա ուղղակի մեկ անգամ եւս ինչ-որ բան է ազդակ է ցանկացած արժանապատիվ մարդու որ ուղղակի հրաժարվի հանրայինի եթերից ուղղակի ցանկացած հրավերից հասկանում ես այսինքն դրանից հետո օրինակ ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեմ հանրային եթերով ինչ-որ բան ասելու, որովհետև հանրային եթերը դարձնում եք ուղղակի զազրախոսության կենտրոն, դա չի կարելի ուղղակի անել։ Իսկ դրանով իսկ դուք խնդիրը չեք լուծում, ավելի եք դժվարացնում։ Սա եմ ուզում ասել։ Ետ գալով եկեղեցականներին, իհարկե եկեղեցականները դիրքավորվեցին կոնկրետ եւ եկեղեցին եւ կաթողիկոսը, դա պետք է ես ասեմ անպայման, դիրքավորվեցին քաղաքական պայքարի կոնկրետ սպեկտրում, որի իրավունքը նրանք չունեին։ Ես հերքում եմ այն պնդումը, որ եկեղեցական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։ Եկեղեցականը եւ եկեղեցին իրավունք ունի իր տեսակետը հայտնելու, իրավունք ունի խաղաղություն բերելու, հանդարտություն բերելու, ազգը միաբանելու խնդիրները իցույց դնելու, օբյեկտիվ լինելու, եկեղեցին իրավունք չունի դիրքավորվելու, որպես քաղաքական սպեկտրի կոնկրետ ներկայացուցիչ։ Իսկ պիտի վեր լինի այդ սպեկտրը։ Իհարկե ամեն ինչից վեր պիտի լինի։ Եվ ցավոք սրտի եւ նշված եկեղեցականները եւ կաթողիկոսը անձնապես չկարողացան իրենց բարձունքի վրա չգտնվեցին, իրենք պիտի լինեին այդ պայքարից վերև եւ պիտի կարողանային համախմբել ազգը, այլ ոչ թե նպաստային պարակտմանը դիրքավորվելով կոնկրետ սպեկտրում։ Հիմա ձայնագրություններ հրապարակվեցին Բագրատ arczepiskopos-ի ենթադրյալ ձայնով, եթե դրանք իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա դա շատ ծանր
քրեական հոդվածների առարկա պիտի դառնա եւ ես ուղղակի բացառում եմ որ որևէ եկեղեցական որևէ ընդհանրապես բանական մարդ նման բաների մասին պիտի խոսի, ասենք պատիտակ մարդկանց գյուլելու մասին կամ եւ չգիտեմ քաոսային իրավիճակ ստեղծելու մասին մենք այն վիճակում չենք որ երկիրը հիմա էլ քաոսի մատնենք, հասկանում ես։ Իհարկե սա ամեն ինչ նաեւ պիտի ունենա ապացուցողական, այսպես ասած, հիմքեր, բնույթ եւ այլն, տեսնենք ինչպես առաջ կանցնի այս process-ը, բայց կոնկրետ ուրեմն Բագրատի Սրբազան Բագրատի, դեռևս Սրբազան Բագրատի դրսևորումները ինձ չեն գոհացնում։ Գիտես, ես ված չի վերաբերվում նրան, մինչև այն պահը, երբ ինքը համաձայնվեց լինել վարչապետի թեկնածու։ Որովհետև լինել Սրբազան եւ վարչապետի տեխնացու արդեն սահմանադրության խախտում է։ Եվ պատիվ ուրեմն Սրբազան Միքայելին նա հրաժարվեց լինել վարչապետի տեխնացու, հասկանալով որ դա ոչ միայն իր գործը չէ, դա սահմանադրության պարգևված է։ Դու չես կարող լինել համ Սրբազան եպիսկոպոս, համ վարչապետի տեխնացու։ Էլ չասած որ Սրբազան եպիսկոպոսը շատ ավելի բարձր է, քան ցանկացած վարչապետ, հասկանում ես, նրանք մեր հոգևոր կյանքի տիրակալներն են, նրանք մեր ուղղորդողներն են, նրանք հայ ժողովրդի վերջո պիտի լինեն ամեն դեպքում։ Ինչ վարչապետ, ինչ նախագահ, ինչ պաշտոն, ինչ բան, նրանք շատ ավելի բարձր են։ Ցանկացած եպիսկոպոս, անգամ ցանկացած քահանա, ավելի բարձր է, քան ցանկացած պետական պաշտոնյա, հասկանում ես։ Հիմա ես ոչ միայն չողջունեցի, նաև իմ մոտ որոշակի կասկած անցավ, երբ Բագրատ եպիսկոպոսը համաձայնվեց, առավել ևս երբ պարզվեց որ նա այլ երկրի քաղաքացի է, նաև այսինքն իրավունք չունի սահմանադրությամբ, ինչպես ինքը բացատրեց, թե ոչինչ սահմանադրությունը ուրեմն մի բան է ասում, ժողովուրդ ուրիշ բան է ասում, այդպես չի լինում, կամ երկիրը օրենք պիտի լինի, կամ մենք պիտի դուրս գանք այս ծուռ հայելիների թակավորությունից կամ կմնանք ծուռ հայելիների տակ ուղղակի, հասկանում ես, ես շատ անկեղծ ասած շատ ցավում եմ իրավիճակի համար եւ իրենց դրսևորումների համար։ Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, Շիրակի թեմի առաջնորդին, ես այստեղ կանխակալ վերաբերմունք ունեմ, որովհետեւ ինքը շիրակցի եմ, ես կնքվել եմ Լենինականի 7 վերքվանքում Հեռավոր 1971 թվականին գաղտնի կերպով, ինչու գաղտնի, որովհետև իմ այդ կնքվելը, մկրտվելը կարող էր բացասական ազդել իմ հայրիկի ուրեմն աշխատանքային գործունեության վրա եւ հայրս ուղղակի մորս եւ տատիկիս ուրեմն պարտադրեց, խնդիրը դրեց, ասաց տարեք երեխին կնքեք, ես 5-6 տարեկան երեխա այդ ժամանակ Եվ իհարկե Լենինականը, Շիրակի թեմը, Լենինականյան եկեղեցիներ ինձ համար սրբություններ են։ Պետք է ասեմ, որ հայր Միքայելը ինքը շատ մոտ է եղել եւ մշտապես մոտ է եղել ժողովրդին։ Ամեն երեկո գրեթե ինքը Գյումրիի կենտրոնական հատվածում քայլում է, ժողովրդի հետ շփվում է, շատ մարդամոտ է եւ բոլորի, այսպես ասած, հոգսերին տեր է եւ մշտապես աջակից, այսինքն ես չեմ տեսնում հայր Միքայելի առանձնապես հանցանքը։ Նա կոչ չի արել, իմ կարծիքով նա իր ցանկությունն է հայտնել։ Այսինքն ցանկությունը, գիտես, Դավիթ ջան, սովետի ժամանակ կար մի բան, անեկդոտ կար մի հրեայի մասին, որը հակասովետական էլեմենտ էր, եւ ամեն առավոտ մոտենում է, ասենք, թերթի կիոսկին եւ հարցնում է Pravda թերթը կա, վերցնում է Pravda թերթի առաջի էջը նայում ու նորից հանձնում է։ Չկա այն ինչին կսպասում էր, հա։ Հասկանում ես, այդ կիոսկի ուրեմն բանը, վաճառողն ասում է, այ տղա, ես ինչ ես, ամեն անգամ վերցնում ես, նայում ես, հետ ես տալիս, ասում է, այն ինֆորմացիան, որ ես սպասում եմ եւ ցանկություն ունեմ, ասում է, առաջի էջի վրա պիտի տպվի։ Հիմա այս մարդը ցանկություն է հայտնել, նա այդ կոչ չի արել, առավել եւս, բայց նա սխալը իհարկե կայանում է նրանում, որ այդ կոչը եւ կոչը չէ, այսինքն ցանկությունը ինքը հետո զարմանք է հայտնել մեր երկու նախագահներին, հա, երկու նախագահներին, որոնք ոչ թե պաշտոնաթող նախագահներ են, նրանք գործող քաղաքական գործիչներ են, գործող մեր խորհրդարանի օպոզիցիոն, ուրեմն ֆրակցիաների ղեկավարներ են, այսինքն եւ ուրեմն գործող քաղաքական սպեկտրի մի հատվածում է տեղավորվում հայր Միքայելը, որ իր կատեգորիկ սխալն է։ Չէ, բայց ինքը հակառակ ասում է, որ ես իրանց հետ համաձայն չեմ, որտեվ իրանք սենց, այսպես գործողությունները չեն արել։ Միթե դուք չունեիք, ասում եմ, զարմանում եմ, միթե դուք չունեիք։ Այո։ Հիմա ասենք ինչքան ուզում ես զարմացի, ուզում ես մի զարմացի, դա նրանց կառավարման որակն է, այսպես ասած, որ մի հոգի մարդ չունեն։ Այսինքն, բայց ուզում եմ ասեմ,
հայր Միքայել Սրբազանը ուրեմն այդ իմաստով իմ կարծիքով նրա զանցանքը շատ ավելի փոքր է, նա իմ կարծիքով կոչ չի ներկայացրել, այլ ընդհանրապես ցանկություն է ներկայացրել, իսկ նման ցանկություն կարող է ցանկացած մեկը ներկայացնի եւ իհարկե ցանկացած քննիչ Դավիթ ջան, հիմա եթե վերցնենք քեզ կամ ինձ, եթե մենք քննիչի դերում լինենք, ուրեմն հակում կունենա այդ ամեն ինչը միավորելու մի գործի մեջ, այսինքն Սրբազան Բագրատը ուրեմն իր այդ բաներով, առարկաներով, որոնք խոզարկության արդյունքում հայտնաբերվել են, Սրբազան Միքայելը իր կոչով, լավ, ասենք ցանկություն կլինի տեսնել, ստուգել, այդտեղ puzzle տեսնել, ես հասկանում եմ, դրանք կպցնել նաև Սամվելին Կարապետյան, որը ասենք փողատեր հայ է եւ ասենք իր ձևով էր ասում հարցը ինքն ուրեմն դա պետք է ֆինանսավորել եւ այլն, այստեղ այսինքն գործը կարող է ունենա շատ ավելի երկարատև բնույթ, քան մենք կցանկանայինք, հա, որը նույնպես ցավալի է, որովհետեւ իմ կարծիքով դրանք իրար հետ կապ չունեցող ուրեմն բաներ են, դրվագներ են, հայր Միքայելը իմ կարծիքով այդ զանցանքը ուրեմն նրան կարելի է ներել, որովհետև նորից եմ կրկնում, ինքը ցանկություն է հայտնել, ուրեմն ռազմական հեղաշրջման վերաբերյալ եւ տարակուսանք է հայտնել երկու նախագահներին, թե ախր ինչի մարդ չունեք։ Ոնց եք դուք աշխատել, այսինքն զարմանք է հայտնել բանին, էլի, հա։ Իմ կարծիքով վարչապետ Փաշինյանը նույնպես ինչ-որ մի պահի հասկացավ, երևի թե այդ ազգային անվտանգությունը, որ ետ քաշվեց Վեհարանից, առավել եւս որ իմ կարծիքով հայր Միքայելը, եթե հանգիստ նրան այդ բանը եթե շնորհքով բերեին, կարծում եմ ինքը շնորհքով կգար, չեմ կարծում թաքնվեր, էլի, հա։ Շմայսի ասած կուլտուրական ներխուժեն, կարող են կուլտուրական ներխուժեն, ասենք Շիրակի թեմ, բայց հարցը անգամ դա չի, եթե նրան այդ ծանոթագիր ուղարկեն, իմ կարծիքով ինքը թաքնվելու ինչ ուներ, ինքը չէր թաքնվելու։ Առավել եւս որ հետել չի կանգնում ինքը իր բառերից, ինքը չէր կանգնում։ Այսինքն այդ մասկի շոուն բացարձակապես անիմաստ էր, ել չասեմ որ նաեւ էլեկտորալ տեսանկյունից շահեկան չէր Փաշինյանի համար, որովհետեւ հիմա դե Շիրակի թեմը էս ասում եմ, ասենք Գյումրիում Միքայել Սրբազանը բավական մեծ հեղինակություն է վարել, ոչ միայն Գյումրիում, ամբողջ թեմում ինքը շրջում է բոլոր եկեղեցիներով, պատարագները մատուցում, բան, ակտիվ հոգեվորական է, այսինքն մարդ է, որի ասացին շատերը հետևում են եւ այդ իմաստով նրա վրա այս գրոհը նաեւ էլեկտորալ տեսանկյունից շահեկան չէ Փաշինյանի համար։ Ես չեմ կարծում որ դա ճիշտ է եւ խելամիտ։ Իմ կարծիքով Փաշինյանը սրա մասին նույնպես կարծես թե համաձայն է սրա հետ, որովհետեւ այսօր արդեն ես տեսա ինքը դիմում էր ամուսնացյալ հոգեվորականներին, ասելով որ ամուսնացած հոգեվորականները իր եղբայրներն են եւ փորձում է իմ կարծիքով ամուսնացածներին անջատել չամուսնացածների եւ կուսակրոններից եւ ինչ որ չափով պարակտել այդ դեպքում ներսում եկեղեցու ներսում, բայց չեմ կարծում հիմա այս բոլոր գործողությունները բերում են հակառակը ուրեմն եկեղեցու միավորմանը կաթողիկոսի շուրջ, ինչ վերաբերում է եղբայրությանը, իմ կարծիքով ոչ միայն ուրեմն ամուսնացյալ եկեղեցականներն, այլ ամուսնացյալ չամուսնացյալ ամուսնալուծված ցանկացած հայ քաղաքացի կարող է իրեն համարել վարչապետի եղբայր, չէ՞, ասենք, որովհետև հիմա դրանց բոլորի առնից ուզում եմ ասեմ եղբայր, կանգ առ, սպասիր, արդեն բավարար է, որովհետև սա արդեն նաև վտանգավոր է, հենց նույն էլեկտորալ տեսանկյունից վտանգավոր է, կանգ առ, որովհետև այս գրողները նրանք ոչինչ չեն վերել, թե ասածը այն է, որ մենք ուզում ենք մաքրենք, մաքրազարդենք, այսպես ասած եկեղեցին եւ այլն, այդ մեսեջը, այդ արդեն սիգնալը տեղ հասավ իմ կարծիքով եւ դրա հիման վրա եկեղեցականները կանեն իրենց հետևությունները։ Հիմա պետք է կանգ առնել, չի կարելի, ուղղակի հետագայում այս ամեն ինչը սրելը կբերի շատ ավելի անկանխատեսելի իրավիճակների եւ շատ ավելի մեծ խայտարակության մեզ, այսինքն ասենք ես օրինակ իմ այդ սփյուռքահայ լավագույն բարեկամին չգիտեի ինչ պատասխաներ, ես սամոթից գետին եմ մտա անկեղծ ասած, որովհետեւ դա անընդունելի իրավիճակ էր։ Մյուս կողմից Փաշինյանը պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանի որակմանը, եթե հիշում եք Տեր-Պետրոսյանը որակել էր նրան որպես ազգակործան պատուհաս,
նա ի հակառակ դրան Տեր-Պետրոսյանին անվանեց պետականագործան պատուհաս, իսկ վեապար Հայրապետին անվանեց եկեղեցակործան պատուհաս։ Հիմա սա էլ իմ կարծիքով էս անվանարկումները Սամ դուրակին նման չի, բացարձակապես անիմաստ են եւ նորից պատիվ չեն բերում ոչ մեկին, անկեղծ ասած, եւ ինչու, որովհետեւ եթե մի պահ պատկերացնենք, որ բոլորը ճիշտ են, խայտարակ վիճակում ենք այդ հասկանում ես, այսինքն մենք ինչ անենք, գնանք գցվենք հիմա, ասենք բոլորը դա ամեն ինչ կործանեցիք, ազգը, պետությունը, եկեղեցին, այդպես ո՞ս կլինի։ Հիմա հանդարտվեք, ես խնդրում եմ, եղբայրաբար բոլորին ուրեմն դիմում եմ եւ խնդրում եմ, որ հանդարտվեն, ուրեմն քրեական գործեր կան, թող իրենց ունով գնան օբյեկտիվության սահմաններում, ահացականներին կհորդորեմ ուրեմն իրենց չափի մեջ պահեն, որովհետև դե չի կարելի, եկեղեցու վրա գրոհել չի կարելի, մենք ամբողջ աշխարհի առջև մենք չգիտենք ինչ պատասխան ենք, հասկանում եք, դուք գրոհում եք, մենք պիտի պատասխան տանք, կոնկրետ ես պիտի պատասխան տամ, ինչ եմ պատասխանելու, պետք է ասեմ, ինչ, չեմ ուզում ոչ ձեզ անվանարկեմ, ոչ էլ մեր պետության ուրեմն հեղինակության հետ խաղալ, բայց դուք եք խաղում։ Հիմա իմ կարծիքով Փաշինյանը հետևեց մեր խորհրդին եւ դա դրական եմ գնահատում, վերջին անգամ արդեն հեցի սեփականաշնորհման վերաբերել, այսինքն սկզբից խոսում էին ազգայնացման մասին, հիմա վերջին կառավարության նիստում նա խոսեց արդեն պետականացման մասին, որը սկզբունքորեն տարբեր երևույթ է, իսկ ազգայնացումը դա էքսպրոպրիացիան է, որ ուղղակի խլում ես առանց կոմպենսացիայի եւ առանց բացատրությունների։ Հիմա պետականացումը այլ երևույթ է, այդտեղ դու պիտի կոմպենսացնես եւ պիտի բացատրես։ Ինչու՞, բացատրություն չկա, անկեղծ ասած։ Ուրեմն, բայց Փաշինյանը կառավարության վերջին նիստում, ուրեմն իր հայտարարության մեջ ընդգծեց այն, ինչի մասին մենք խոսեցինք նախորդ մեր հաղորդման ժամանակ, այսինքն իմ կարծիքով հետևում են մեզ եւ դա վատ չի, որ հետևում են, լսեք։ Որ լսում են, բաց չի, էլի, դա ասենք բերում է մեզ այն համոզմունքի, որ մենք պատահական եւ իզուր չենք խոսում այստեղ։ Այսինքն Փաշինյանն ասաց, որ սա այսինքն պետականացումը դա վերջնական ակտը չէ, դրանից հետո իհարկե ճիշտ կլինի դա ուրեմն բաժնետոմսերը հանել շուկա, ազատ վաճառքի եւ բաց բաժնետիրական ընկերության միջոցով նորից իրականացնել հետագա սեփականաշնորհումը։ Սա ողջունելի է, որ փոխեց իր դիրքորոշումը, իմ կարծիքով մեր ազդեցության տակ, կամ այդ թվում նաեւ մեր ազդեցության տակ, բայց իմ կարծիքով պետք է հրաժարվել նաեւ պետականացում այդ տերմինից։ Ուրեմն նորից հորդորում եմ եղբայր, պետականացումը դիր մի կողմ։ Ոչ միայն հետը, բոլոր այն ընկերությունները, որոնք հանրային մոնոպոլ ծառայություններ են իրականացնում, նրանց պետք է օրենքի ուժով մղել դեպի ազատ շուկա, նրանք պիտի վերակազմակերպվեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ, նրանք պիտի իրականացնեն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում, որը կոչվում է IPO, Initial Public Offering-ն է դա, այսինքն բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում մեր ժողովուրդը, բնակչությունը մենք կարող ենք անգամ զոնավորել, ասենք բաժնետոմսերի որոշակի հատված կգնա Սյունիք, որոշակի հատված Շիրակ եւ կարելի է անգամ բաժանել դրանով իսկ մենք հանրային վերահսկողություն կիրականացնենք մեր հանրային ծառայություններ իրականացնող այդ ընկերությունների վրա եւ նաեւ մոնոպոլ դիրքից նույնպես կազատվենք եւ չենք լինի մեկ սեփականատիրոջ ազդեցության տակ, ազդեցության ներքո իմ կարծիքով նման գործողությունը ձեռնտու կլինի նաեւ ցանկացած սեփականատիրոջը տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի։ Ինչ վերաբերում է վերջինիս, այսօր Փաշինյանը ազգային անվտանգությունում ներկայացնում էր նոր տնօրենին, առանց ազգանուն նշելու ասաց երևույթի մասին, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ոմանք ուրեմն քաղաքական գործունեությամբ են զբաղվում, կոչեր են անում, ուրեմն հրապարակում են տարբեր տեսակի ուրեմն դիրքորոշումներ, մասնակցելով մեր քաղաքական կյանքին։ Կարծիքով նա նկատի ուներ հենց Սամվել Կարապետյանին, ես չգիտես ինչու համոզված եմ, որ նա քաղաքացիություն ունի, բայց եթե քաղաքացիություն չունի, առավել եւս իհարկե դիրքավորվել որպես քաղաքական գործիչ իր կողմից ճիշտ չէ։
Ընդհանրապես ես դեմ եմ եւ օլիգարխների ներգրավմանը քաղաքականության մեջ եւ եկեղեցականները շատ ավելի բարձր են, քան ցանկական գործիչը եւ նրանք իրար բարձր դիրքում մնան։ Այնք պիտի համախմբեն ազգել, ոչ թե պարակտեն, ոչ թե կանգնեն սրա կամ նրա կողմ, նրանք պիտի բարձրանան այդ ամեն ինչից եւ խելք սովորացնեն, խիղճ բերեն, բարոյականություն բերեն, բարեպաշտություն բերեն այդ դաշտ, հասկանում ես։ Ու ամենավատն է նա, պարոն Դարփինյան, որ մենք հարևան պետություն ունենք, որտեղ իրականում այդպես է։ Պատրիարք Իլիան շատ լուրջ կշիռ ունի Վրաստանում եւ ինքը իրան վերապահում քաղաքական գործընթացներից ժամանակ առ ժամանակ էլ ջղայնանում է քաղաքական գործիչների վրա, եթե համարում է, որ իրանք սխալ են իրանց պահել։ Դա ջան, ոչ միայն դա Իլիայի ֆակտորով է։ Իմ կարծիքով գործոնը նաեւ վրացիները երևի ավելի քրիստոնյա են։ Նրանք երևի ընդհանուր իրենց համախմբվածության մեջ ավելի շատ են քրիստոնեական արժեքներին դավանում, քան մենք։ Ես միայն նման բացատրություն կարող եմ ունենալ, որովհետեւ դա չի լինում այսպես, էլի չի լինում։ Եկեղեցու հեղինակությունը պիտի լինի շատ ավելի բարձր։ Եվ դա կախված է եւ եկեղեցականների իրենց դիրքավորումից, իրենք պիտի շատ ավելի բարձր լինեն, քան ցանկացած քաղաքական գործիչ։ Եվ իհարկե դրանով իսկ բարձրացնեն մեզ հավատացյալներից, որոնք որ ուրեմն Աստծո հավատացյալն են եւ մկրտված են եւ հարգում են եկեղեցին համարելով դա հենց ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը, որին չի կարելի ոչ մի հարված հասցնել, որին ուղղակի գիտես ուղղակի ազգակործանություն է ազգային անվտանգության կողմից հարձակվել եկեղեցու վեհարանի վրա։ Դա կարելի է հարձակվել միայն կազմակերպված հանցավոր խմբի ուրեմն այդ գրասենյակի վրա կարելի է հարձակվել, այո, նման կերպ կարելի է հարձակվել, եթե դա կազմակերպված հանցավոր խումբ է։ Ուրեմն եթե դա կազմակերպված հանցավոր խումբ է, ուրեմն այդպես էլ ասեք, հարձակվեք ու բայց այդ բaragանում դուք բնաջնջում եք ամեն ինչ, այսինքն մենք նորից գալիս ենք ազգակործան, պետականակործան, եկեղեցակործան իրավիճակի մեջ, այսինքն մեղք է, չէ՞, ժողովուրդը։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետության, ընդհանրապես հայությունը աշխարհի մեղք է, չէ՞։ Հիմա ձեր ձեռը կրակը չենք ընկել բոլորի, անկեղծ ասած։ Ինչ վերաբերում է հեծերի պետականությանը կամ պետականացմանը կամ ազգայնացմանը, ես ցավում եմ, որ վարչապետի կողքին որևէ մեկը պրոֆեսիոնալ անկախ իսկապես գործի գիտակ չկա, որը որ ստապ մտքեր առաջարկի այդ մարդուն։ Հիմա գիտես քաղաքական նպատակարարությունից ելնելով կամ քաղաքական դրդապատճառներով վարչապետը կարող է ցանկություն հայտնել կամ անգամ ուրեմն էմոցիոնալ ելույթ ունենալ, բայց դա չի նշանակում, որ նրա կողքի կողակիցները թե կուսակցական եւ թե հատկապես նախարարները պիտի ձայնակցեն եւ թութակի նման կրկնեն նույն բանը։ Դա ուղղակի նայում ես ամոթ է, հա, այսինքն տղաներ, կամ դուք գործի գիտակ եք եւ պատասխանատու եք, կամ դուրս եկեք ձեր, այսինքն ամոթ է, հասկանում եք, որտեղ պետականացումը ինչ է նշանակում, այսինքն պետականացումը մենք ձեր հետ միասին ժողովուրդը պետության տերն է, մենք դառնում ենք դրա տերը եւ նաեւ ուրեմն պատասխանատուն։ Ով պիտի վճարի դրա պարտքերը, ես ու դու, Դավիթ ջան։ Ով պիտի վճարի դրա ուրեմն արդիականացման ծախսերը, ես ու դու, Դավիթ ջան, հա։ Բայց ինչու, ով պիտի վճարի հնարավոր դատական ծախսերը, ես վստահ եմ ուղղակի, որ եթե գնա պետականացման գործընթաց, դե Կարապետյանը երեկվա միամիտը չի, այսպես ասած, հատկապես բիզնեսում, հա, անպայման լինելու են միջազգային դատեր, անպայման այդ միջազգային դատերով մենք պարտվելու ենք եւ այդ տուգանքները մենք ենք վճարելու, ես ու դու, հա։ Հիմա ընկեր նախարար, որը որ զգորտում է վարչապետի կոչին եւ ասում, այո, պիտի պետականացնենք հերիք եղավ բոլորը։ Ամոթ է, չէ՞։ Ինչու եմ ես միշտ եղել եւ կամ պրոֆեսիոնալ կառավարության կողմնակից, որտեղ պրոֆեսիոնալ նախարարը չի կարող ձայնակցել, նա անպայման կասի, որ չէ, էլի, այդպես չի, որովհետև սա ուղղակի մի խայտառակ մեծ պարտավորության եւ հիմար պատմությունների մեջ ենք մենք ընկնում։ Հետևանքներ ունեցող գործընթաց է, իհարկե, հա։ Այսինքն պրոֆեսիոնալների անհրաժեշտություն կա կառավարությունում եւ կուսակցական կառավարմանը ես կատեգորիկ դեմ եմ եղել միշտ, հիմա առավել եւս դեմ եմ։ Այսօր խորհրդարանում կրթության նախարարը ներկայացնում էր գիտության եւ կրթության մասին նոր օրենքի նախագիծը, իդեպ նորից պրոֆեսիոնալների մասին, հա, այնտեղ կա համալսարաններին վերաբերող դրվագ, ուրեմն այդ դրվագում համալսարանները կարծես թե պիտի ունենան կառավարող խորհուրդներ, այդ խորհուրդներում բացառապես պետական չինովնիկներ պիտի լինեն,
Ուրեմն ես ուզում եմ մեկ անգամ եւս զգուշացնեմ եւ տիկին նախարարին եւ ընդհանրապես ամբողջ կառավարությանը. չի կարող համալսարանը կառավարվել չինովնիկի կողմից։ Անցյալ շաբաթ հրապարակվեց Շանհայի ուրեմն այդ տեսակավորման, ինչպես է կոչվում, ռենքինգ գործակալության աշխարհի ամենաազդեցիկ ուրեմն բանն է, դասակարգումն է համալսարանների, աշխարհի համալսարանների դասակարգումը։ Աշխարհի լավագույն 1000 համալսարանների մեջ չկա որևէ հայաստանյան համալսարան։ Այն պարագայում, երբ 5 տարի առաջ ես համալսարանը գլխավորելով հայ-ռուսական համալսարանը մտցրել էի այդ ցուցակի մեջ։ Մենք այնտեղ արդեն 800 քանի երրորդ համարն ենք, 800 քանի երրորդ համարն ենք։ Այսօր որևէ հայաստանյան համալսարան չկա աշխարհի լավագույն 1000-ի ցանկի մեջ։ 1000-ն էլ շատ մեծ թիվ է, այսինքն 100-ի մասին չենք խոսում, 50-ի մեջ չենք խոսում, դիելնենք էլի գոնե։ Մեծ թիվ չի, որովհետև տասնյակ հազարավոր համալսարաններ կան աշխարհում։ Միայն Չինաստանում վերցնես արդեն դրանից շատ են եւ շատ բարձր որակի են։ Այսպես որ աշխարհի 1000-ի մեջ մտնել է արդեն մեծ ցուցանիշ էր։ Եվ եթե չեմ սխալում 2 թե 3 տարի առաջ Երևանի պետական համալսարանին հաջողվեց ներխուժել, բայց դուրս է մնացել, հասկանում եք։ Ինչու է դուրս մնացել։ Դե որովհետև կուսակցական կառավարման տակ է, հանեք կուսակցական գործիչներին համալսարանների կառավարումից, հանեք, որովհետև դա է միակ երաշխիքը։ Եվ դուք սահմանադրություն եք նորից խախտում, որովհետև սահմանադրության հստակ հոդվածը արձանագրում է ինքնավարությունը, համալսարանի ակադեմիական ազատությունը եւ ինքնավարությունը։ Մենք չունենք ոչ մի համալսարան աշխարհի 1000 լավագույնների ցանկում, այն դեպքում, երբ 5 տարի առաջ ունենք, այսինքն մենք ետ ենք գնում կուսակցական կառավարման պատճառով։ Մեկ անգամ եւս զգուշացնում եմ եւ արդեն որերորդ դեղին քարտն եմ ցույց տալիս։ Անկեղծ ասած, Պետրոսին կարմիր քարտ էր, ուրեմն նախարարին դեղին, դեռևս։ Այս այդպես հիմա հայ-ռուսական հարաբերություններին որոշ բաներ կա անդրադառնամ Սանկտ Պետերբուրգի ֆորումի ժամանակ այդ փոխվարչապետ Օվերչուկը, որը պատասխանատու է նախկին սովետական միության երկրների հետ Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների մասով, որին այսօր արգելեցին Ադրբեջան մուտքը, իմիջիալոց մենք միշտ ասում ենք բարով ես եկել եւ միշտ պատրաստ ենք իրեն ընդունելու, Օվերչուկը մեր մշտապես գործընկերն է եղել եւ կա, բայց Պետերբուրգում ինքը հայտարարեց, որ դե Հայաստանը պիտի նորից կողմնորոշվի, որովհետեւ մենք չենք կարող հանդուրժել, ուրեմն եթե նրանք գնում են դեպի Եվրոպա, ուրեմն մենք պիտի սահմանափակենք նրանց մեքենաների մուտքը, նրանց օդային տարածքը եւ այլն, այսինքն խոսքը գնաց սահմանափակումների եւ ինչ որ չափով խոսքը գնաց մեզ փորձում են հասկացնել, որ ծանր է լինելու, պատժամիջոցներ են կիրառվելու, դուք խելքներդ գլուխներդ հավաքեք եւ այլն։ Եվ մշտապես փորձում են տանել ընդհանրական դաշտ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ուրեմն արժեհամակարգ եւ այլն։ Գիտես Դավիթ, ես շատ եմ սիրում եւ գնահատում Ռուսաստանը եւ համարում եմ, որ մեր առավելությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ թե մեր նմանությունը, այլ մեր տարբերությունը։ Դա մեր արժեքն է, որ մենք տարբեր ենք եւ իրենք մեզանից են տարբեր, մենք իրենցից ենք տարբեր եւ տարբեր լինելով մենք մշտապես քրիստոնեաբար ենք վերաբերվել Ռուսաստանին։ Եվ մեր հարաբերությունները իսկապես կառուցել ենք քրիստոնեաբար քրիստոնեական արժեքների հիման վրա։ Եվ իմ կարծիքով մենք որպես այդպիսին, որպես երկիր, որը կարող է բացառիկ նպաստավոր լինել Ռուսաստանի համար, հատկապես այսօրվա իրավիճակում, այս տեխնոլոգիական պայքարի աշխարհում տեղի ունեցող վերադասավորումների իմաստով, մենք ազատ երկիր ենք, ուզում ենք լինել ազատ երկիր, մենք ուզում ենք լինել ազատ հարաբերություններ ունենալ, անկաշկանդ հարաբերություններ ունենալ արևմտյան երկրների հետ, ուզում ենք մեզ դիրքավորել որպես արևելյան քրիստոնյա արժեքներով ապրող երկիր եւ հասարակություն, ժողովուրդ եւ ազգ։ Ուզում ենք մեր նպաստը բերենք եւ որպես տեխնոլոգիապես հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ թվում նաեւ մեր բարեկամ Ռուսաստանի զարգացմանը, չպետք չի մեզ ունիֆիկացնել։ Ես ուզում եմ պարոն Օվերչուկին եւ նրա ղեկավարներին ասել, պետք չի մեզ տանել ընդհանուր դաշտ, հակառակը, օգտվեք մեր տարբեր լինելու հանգամանքից, օգտվեք այն հնարավորություններից, որոնք ազատ Հայաստանը
անկախ Հայաստանը արևմտյան քրիստոնեական արժեքներով ղեկավարվող Հայաստանը կարող է ձեզ ներկայացնել այն բարիքները, այն օգուտները, այն հնարավորությունները, որոնք դուք չունեք այսօրվա օբյեկտիվ աշխարհում տիրող իրավիճակներից, եւ տեսնում եք, երբ դուք անտեսում եք մեր շահերը, առնչվում եք այնպիսի երևույթների, ինչպիսին այսօր Ադրբեջանի կողմից չեղարկումն է ձեր մշակութային միջոցառումների, ասենք Ադրբեջանում, հասկանում եք, մենք միշտ ասում ենք եկեք, բարով եք եկել, հա, ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանի ԱԱՑ-ականները, ասենք ներխուժեն, թեկուզ եւ կուլտուրական, բայց ներխուժեն, ասենք Սպուտնիկ բանը, դա մենք միջև այժմ հերարցակում ենք ռուսական։ Ընդհանուր առմամբ լրատվամիջոց ներխուժելը լավ բան չի։ Ընդհանրապես, դա չէ, ամենասարսափելին տեղի ունեցավ, չնայած այդքանից հետո լրատվամիջոց կներխուժեն ու կներխուժեն, եթե այս տենդենսները շարունակվեն։ Նորից վերադառնալով ուզում եմ կոչ անել եւ պարոն Օվերչուկին եւ նաեւ մեր պաշտոնյաներին պատասխանեք, տղաներ, պատասխանեք, հասկանում եք, անարձագանք եք թողնում այս ուրեմն մեզ ուղղված սարսափազդու, այսպես ասած, ուրեմն կանխատեսումները, որ ձեզ վատ կլինի, դուք կտեսնեք, չենք կարծում, որ դա ձեր ժողովրդի դեմ, մեր ազատությունը ձեզ էլ է պետք, սա եմ ուզում ասել։ Եվ սա ցավոք սրտի մենք չենք կարողացել հասկացնել դեռ պաշտոնական Ռուսաստանին։ Կարծում եմ հետևողական աշխատանքի արդյունքում եւ հիմա իրենք էլ են մեզ լսում, մենակ Հայաստանը չի լսում, հետևողական աշխատանքի արդյունքում մենք կհասնենք դրան։ Ավարտեմ Դավիթ ջան, Նյու Յորքում ուրեմն իրադարձություններից եւ ուզում եմ այդ զուգահեռները տանել մեզ հետ։ Ավելի ճիշտ Նյու Յորքը եւ Գյումրին համեմատեմ իրար հետ։ Կարծում եմ պարտվում է Նյու Յորքը, բանտարկվում։ Իհարկե պարտվում է, բոլոր իմաստներով է պարտվում։ Այդ համոհոտը, այդ աղը չկա, այնտեղ գոյություն չունի։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, տեսեք, հիմա արդեն որոշ վերլուծաբաններ, ես տեսնում եմ անգամ Ռուսաստանում Փաշինյանին համեմատում են Տրամպի հետ, ասում են Փաշինյանը Հայաստանի Տրամպն է։ Ես ուզում շեշտեմ եւ ֆիքսեմ, որ Փաշինյանը ավելի շուտ է հայտնվել, քան Տրամպը, էլի գոնես վերջի Տրամպը, հա։ Ուրեմն այդպես չի, որ մենք ենք գնացել Տրամպի հետևից, Տրամպն է գնում մեր հետևից, բայց Նյու Յորքի ուրեմն դեմոկրատները այնտեղ քաղաքապետի ընտրություն է գնում Նյու Յորքի, պիտի գնա մոտ ժամանակներս հանրապետականները եւ դեմոկրատները անցկացնում են պրայմերիսները, այսինքն իրենց տեխնացուներին են որոշում, թե ովքեր պիտի մասնակցեն։ Հիմա դեմոկրատներից այնտեղ մեկը կա Մամդանի, որը ունի հնդկական ծագում, բայց մահմեդական է։ Իսկ եթե նա դառնա Նյու Յորքի նահանգապետ, նա կդառնա առաջին մահմեդականը։ Սա սարսափ է Տրամպի համար։ Տրամպը ասում է, սա բանը խելագար կոմունիստ է, ասում է։ Ես ուզում ասել, որ մեր Լեննականում մեր Վարդանը նույնպես կոմունիստ է։ Եվ այդ իմաստով մենք Նյու Յորքից առաջ ենք անցել։ Հիմա ցանկանանք, որ Նյու Յորքը նույնպես հետևի Լեննականի օրինակին։ Ողջույններս իմիջիալոց Վարդան Ղուկասյանին եւ ցավակցություններս նորից Դոնարա Հարությունյանի մահվան կապակցությամբ։ Շնորհակալություն այսօր հասկանա։ Այսքանն էր Դարփինյանի ժամը, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Շնորհակալություն, ցտեսություն, շարունակեք լսել գործարար ալիքը։